Հիմա եկել են մեր հողի մեջ, էլի մեզ են ուտում։ Էլի մեզ են ուտում։ Են որ մի հատ արցախցած ոստիկան կանչեք, իրան դատի ենք տալու։ Իա դու իր պակաս այ քոսոտ, որ ինձ էլ դատի տայր, էլի։ Դե լավ է, էլի։ Իրանք ոչ մեկն էլ չեն գնալու, իրանք տները ծախեցին, կամավոր լքեցին, եկան, ինչ գնան։ Իրենք իրենց տները ծախել են, ամեն մեկը $30,000 վերցրել եկել է, իրանք երբեք հետ չեն գնալ։ Գեղերից եկել են, ասում են հրապարակում մենք տուն ենք ուզում, անմիջապես հրապարակում ենք տուն ուզում։ Նորմալ մարդը մտածում է հազիվ այդ իրաց ասած բռնի տեղահանված մազապուրծ եղած եկել են իրանց տուն լինի, ապրեն, աշխատեն, ապրեն, բայց շիրակցիները ոնց դիմացան 40 տարի, այդ տականքներ։ Հիմա էլ են ասում, մենք որ կյանքի իշխանության, մինդ մնալու չի ստեղ, մինդ մնալու չի, բոլորիդ քշել ենք ստեղից, այ դա են անելու, այ դա են անելու։ Ու այս ազգը դեռ տակ է, հələ 10,000-ի, 20,000-ի համար վազում ընտրությունների մասնակցում, այդ վիժբացք թուլին, այդ լամուկին բերում նստեցնում են ազգային ժողով, Քոչարյանի թուլին։ Մեր երեխեքին ուղակի Ղարաբաղցիները հանձնեցին, ով էլ չենթարկվեց հետևից սպանեցին, հանձնել են ժամանակին հանձնողները, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսվել է, անցել է Սերժ, Ռոբերտ, ծախել են իրենք, իսկ Նիկոլ Փաշինյանը սխալը նա էր, որ ավելի շուտ պիտի կանգնեցներ, այսքան երեխեք չկոտորվեին, եւ այն ժամանակ Նիկոլ Փաշինյան պիտի փակեր Ղարաբաղի ճանապարհը ընդհանրապես